Եվ այսպես Անդրանիկ Թևանյանին ձեռնաշղթաներով 3 տարան հնչական։ Հիմա ձեր խոսքը կլսենք եւ ես ընթացքում նաեւ կմիացնեմ տեսանյութը, թե ինչպես պարոն Թևանյանն ասում է, ես ինքնակամ գալիս եմ, ես ամենը ինչի դրսևորում է, էլի, որ ասենք այս շոուն կազմակերպել եք, բայց չէ, վերևներում շոուսյուրտները այսպես հա այդ մասկի շոուներն ա ուզում տեսնել եւ ձեռնաշղթաներով տանում են մարդուն։ Այս կերտ այս խայտարակ հոդվածը, որ ուզում ենք արել պարոն Թևանյանի վրա, իհարկե պարոն Թևանյանն մի քանի անգամ վերահաստատեց, որ պետական դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, պետական դավաճանը Թուրքի դավաճանները Թուրքի պահած իշխանությունն են իրենց պարագլխով եւ ավելի կոշտ դիտարկումներ, Թուրքի կոշիկ լիզողներ եւ այսպես։ Խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Իրականում հենց հիմա այս պահին տեղի է ունենում իշխանությունների կողմից մասշտաբային իրականացվող քրեական հանցագործություն։ Եվ ես կարծում եմ, որ ընդդիմությունը այս պահին շարունակելով իր առանձին քարոզարշավը, առանձին գնալով ընտրություններին, որը ես ճիշտ ասած համարում եմ սխալ, բայց այնուամենայնիվ ես քաղաքագետ չեմ, հնարավոր է, որ ես ճիշտ չեմ։ Բայց գոնե այս հարցում ընդդիմությունը հարկավոր է շատ արագ կողմնորոշվի եւ միասնական, ուրեմն դաշինք կազմած ձևաչափով խոսքը գնում է կոնկրետ իրավաբանական process հարուցելու մասին, ոչ թե ընտրությունների մասին, հա։ Փորձենք քրեական գործ հարուցել, քանի որ առերես է այն հանգամանքը, որ հələ դեռ ընտրությունները չսկսած, ընդամենը մի 10 օր առաջ ընտրություններից իշխանությունները իրականացնում են իշխանության բռնազավթման գործընթաց։ Ուրիշ ձև որակել այս գործողությունները հնարավոր չի։ Թևանյան Անդրանիկի հետ կապված արդեն իրողություններին ծանոթ եք, հիմա կանդրադառնամ դրան, արդեն նախապատրաստվում է Գագիկ Ծառուկյանի կալանավորումը, այսինքն ըստ երևույթին Բարգավաճ Հայաստանի ուրեմն ռեյտինգային ուրեմն բովանդակությունից սրանք սարսափած եւ վախեցած են եւ մենակարարած ցեմենտի ուրեմն գողությամբ, դա գողություն է, ուրիշ ոչ մի բան չի, հա։ Մենակ գողությամբ սրանք չեն սահմանափակվելու, արդեն քրեական գործեր են ինչքան ես գիտեմ հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ շարունակական ուրեմն ուժեղ Հայաստանի ուրեմն Սամվել Կարապետյանի հետ կապված տեսան մի քանի դրվագներով չի ստացվում այնտեղ քաղաքացիություն, չգիտեմ, Նարեկի դեմ ինչ որ բաներ տեսան, որ այդտեղ իրավաբանական հիմքեր չկան, այսօրվանից սկսել են շատ մեծ ակտիվությամբ, ֆեյքերով, տարբեր տեսակի ուրեմն ատամներ հետ հապած ուրեմն անբարոյական կյանքով անցած պարավների բերանով ուրեմն հայտարարել, որ Կարապետյան Սամվելը Ռուսաստանում մի քանի ուրեմն բաներով անցնում, քրեական գործերով անցնում։ Այսինքն երբ որ սրա խնդրանքով, իսկ ինքը դրանում խոստովանել է, որ ինքն է խնդրել վերջի հանդիպումը Պուտինի հետ ունենալու համար, վերջի հանդիպմանը, որ ինքը գնացել է Կրեմլ, դա եղել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, ինքն է խնդրել գնալ հանդիպման Պուտինի հետ, եւ Պուտինը կոնկրետ պաշտպանել է Սամվել Կարապետյանին սրա հետապնդումների հետ կապված, իսկ բարձրաձայնել է, որ անընդունել է այն քաղաքական հետապնդումը, որ դու այդ ուժի հանդեպ իրականացնում ես։ Այսինքն դուք ոնց եք մտածում Պուտինը, ուրեմն այնքան անուղիղ է, հա, որ Ռուսաստանում քրեական գործներով անցնող Սամվել Կարապետյանի հետ կապված այդպես բաց եթերում, ուրեմն բազմաթիվ տեսախցիկների առջև կաներ այդպիսի հայտարարություն։ Հիմա Թևանյանին անդրադառնալուց առաջ, որտեղ շատ կարևոր են, հա, այդ հետագծերը, հետամուտները, հա, ուրեմն տեսեք, Ռուսաստանից շատ կոշտ չափանիշներ ստանալուց հետո ինքը եկավ բազմաթիվ հայտարարություններ արեց, որ չէ, ինչ եք ասում, Ռուսաստանը մեր լավագույն գործընկերն է, մենք իրար շատ հարգում ենք, Ռուսաստանը մեզ շատ հարգանքով է վերաբերվում, սենց եւ այլն, որ մեր ռազմական գործընկերն է, ու դրա հետևանքից հետո այդ իր հայտարարություններից
իրար հետևից հաջորդող ուրեմն Ռուսաստանից բավական կոշտ ազդակներ են գալիս ամենաբարձր պաշտոնյաների ուրեմն ասելիքով եւ առավել եւս այդ ասելիքները կոշտացան երբ որ ստեղ հրավիրվեց այդ գագաթնաժողովը եվրոպական երկրների որտեղ որ այս էշ ասեմ հիմար ասեմ չգիտեմ այս մարդուն ոնց ասեմ հարթակը տրամադրում ուրեմն Ռուսաստանի համար մեկ թշնամուն որը Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ է հնչեցնում այդ թվում մայիսի 9-ի ուրեմն շքերթի հետ կապված հետևանքը շատ ծանր է եւ այդ հետևանքի հիման վրա մենք ունենալու ենք շատ լուրջ հետագծեր վատ առումով սրան մի փոքր էլ արդեն ուշ կանդրադառնամ որովհետեւ ուզում եմ վերադառնալ ձեր հարցին կապված Թևանյան Անդրանիկի հետ ուրեմն Թևանյան Անդրանիկը 2023 թվականին դադարեցրել է իր ազգային ժողովի падգամավորի լինելիությունը ինքը խնդրեմ Նիկոլի սրտով անում եք էլի հրահանգները լավ Ես ինքս ներկայացել եմ ճարտարապետել եւ հիմա Տեխնիկական հանձնաժողովի որոշումից հետո արդեն ինձ ձեռնարկալում են մնացած մասով արդեն բոլորը գիտեք կամ պայքարը շարունակվում է հունիսի 7-ի ընտրություններին պետք է անպայման դրդենք այսօրվա թուրք-ադրբեջանական օրակարգ իրականացնող իշխանություններին այնպես որ բոլորդ անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով որոշեք մեր երկրի ապագան եւ մեր երկրի ճակատագիրը Վերադառնամ այն ինչից սկսեցի, ուրեմն Անդրանիկ Թևանյանը 2023 թվականին դադարեցրել է իր падգամավոր լինելու հանգամանքը։ Այլևս ինքը չի եղել падգամավոր եւ չի մասնակցել որևէ փակ նիստերին, որտեղ բարձրաձայնվել են պետական գաղտնիք հանդիսացող ուրեմն ինչ որ տեղեկություններ։ Իսկ խոսքը գնում է 24 թվականին փակ նիստերում ուրեմն հրապարակված գաղտնի տեղեկատվության արտահոսքի մասին։ Այսինքն ակնհայտ կեղծիք, ակնհայտ ուրեմն խաբեբայություն, ուրեմն մեղադրանքի մասով։ Եվ ես կարծում եմ, որ նորից եմ կրկնում, այս բոլոր հանգամանքներին պիտի միասնական դաշտով անդրադառնա ամբողջ ընդդիմադիր զանգվածը, անկախ դրանից իրանք իրար մեջ ինչ հարաբերություններ ունեն։ Սաղաթելյանը հայտարարեց, որ սա մի անձի դեմ ապօրինություն չէ, սա բոլորիս դեմ ապօրինություն է։ Չեմ լսել ճիշտ ասած, բայց ճիշտ է ասում, որովհետև սա փաստացի ընդհանուր ուրեմն ընդդիմության համար կողմնորոշվող ունեցող զանգվածի վախեցնելու, հիասթափեցնելու եւ ընտրություններին չգնալու կազմակերպման ուրեմն ձևաչափը միանշանակ։
Հետևաբար այս շոու մասկիներով այս կարգի ձերբակալությունը, որը անպայման ավարտվելու է դատարանում կալանավորման որոշումով, ուղղված է միանշանակ ուրեմն քանդելու, կազմաքանդելու եւ ջախջախելու ընդդիմությունը մինչեւ ընտրությունների սկիզբը, որովհետեւ հիստերիկայի մեջ են, շատ լուրջ վախերի մեջ են եւ այս իր հիստերիկ վախեցած վիճակը նաեւ դրսեւորվում է գրեթե բոլոր հանդիպումների վայրերում, որտեղ որ ինքը անպարկեշտ ուրեմն խոսքով, բառապաշարով իրականացնելով իրականում քրեական օրենսգիրքին համապատասխան խուլիգանություն ուրեմն հոդվածով դրսևորումներ եւ միջի հիմա որևէ ուրեմն հարց սրա դեմ չի բարձրացվել եւ ինչքան հասկացա ընդդիմությունը սրա մասին մենակ քննադատական խոսք է ասում, բայց սրան դատի է պետք տալ եւ ոտքի կանգնացնել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը պահանջի, որպեսզի եւ քննչական կոմիտեն եւ դատախազությունը վարույթ ընդունեն սրա ուրեմն ակնհայտ կատարված հանցագործությունների վերաբերյալ ուրեմն ատելություն սերմանում վիրավորանքներ ուրեմն խուլիգանություն եւ մնացած այլ դրսեւորումներ սրանք ձերքով ոտքով քաղաքացիներին քաշ քշել ուրեմն քաղաքացին հարցա տալիս բերանը փագելով ինչ որ թուլեք ինչ որ ջայլ լակոտներ տարիքով մարդուն ում երեխեն կացարանում վառվեց հարց ա ուզեցել բարձրացնել բերանը փագելով դուրս եք տանում շպրտում եք դուրս դուք մարդ եք արա այլ լակոտներ դուք ամոթ աբուր չունեք արա ու այդ ձեր անասունը երբ որ մարդկանց ասում է ինչի եք դուք կենթանի մնացել ինչի չեք մեռել դա ձեզ պետք է ասել արա այդ թուլեք այ խրտվիլակներ այդ իր ասածը ճիշտ է բայց ձեզ ա վերաբերվում արա այդ ձեր նման թուլիկներին այդ ձեր նման են համբալներին որ գալիս են ժողովրդին ծեծում են ֆորմեն հակած այս նույն բանը շարունակվում է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության մյուս անդամի հանդեպ համար 1 ուրեմն թվի մասին է խոսքը Գագիկ Ծառուկյանի հանդեպ ես ասեցի սկզբում որ սա չի սահմանափակվելու մենակ առանց ցեմենտը գողանալու ինքը արդեն քրեական գործեր է ուրեմն բստրել եւ քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի նաեւ նկատմամբ շատ վստահ եմ որ եթե ոչ այսօր ապա վաղը նաեւ կալանավորվելու Գագիկ Ծառուկյանը ու սա շարունակական եւ այս գործողությունները դեռ միջև ընտրությունների սկսման իշխանության բռնազավթման կոնկրետ դրսևորում է ուժային կերպով իշխանության բռնազավթում այսինքն ինքը ամեն ինչ անում է որ ընտրություններին գնա միայն մի կուսակցություն կպեն Պարոն Չոբանյան, քանի որ անդրադարձակ, որ ինքը բայց պետք է խնդրեմ սրա հետ կապված ավելի խորքային անդրադառնալ, որ կռիվ է տալիս մարդկանց հետ, ովքեր չեն մահացել, ուղղակի վերջերս Արագյազում իտարեց մարդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցում տեսեք ինչ է ասում, էլի շատ կարճ տեսանյութ է։ Բանակ չգնացած երեսաբանձորը 36 մարդկան կրկնա ուզով է թողնեք պատմում Հենիկ Փաշինյանը այդ Ալիևի և բարը հարակշերը չեն կնել, ացս եկել է 18 տարեկան երեխան կորցրել է Արա 5,000 երեխա տանես գետի տակ դմես երեխա 40 քիչով է ծտրած ասվայ չեք դուք զոհվել ինչ եք սաղմոնացել Արա թուրքի շամորդի դայ արա մերում շեթի չմկն Պարա ուրեմն ուզում ես լրիես կոտա տունտը 20,000 ժողովուրդը ծելես փողոցները տուն տրաշում են երեխեքն լրի ճարդատ կոտորա դու ասում ես ինչի չեք դուք զոհվել դուք ինչի եք սաղմոնացել դե ես ինչ ասեմ յադոսելի կանոն նոր ասեմ մի չեն 96 եվ այլ որդիներ գնացել ենք միջև մարի գագատի 9-րդ պոստում են նստել ես հաղթանակ գրել, այսօր ես մարդին ասնա թշնամի շանվերդի պիրոս կազմակերպել, այդ մարդկաց կտորել ես մարդին թշնամի ես համարում։ Ես մարդը ինչ մեղ կավար դու խուժանը, հիմիկյա խուժանություն ես անում։
Հա? Խնդրեմ։ Քառասունչորսօրյա պատերազմին գնացել են որդուս հետ։ Մեր ջոկատը եղել է Հայոց ազգային գվարդիայի ջոկատը։ Միացել ենք Սիսական ջոկատին։ Հասել ենք Ստեփանակերտ եւ խնդրել աղաչել ենք, որ մեզ հնարավորություն տան հասնել առաջնագից կռվելու համար։ Մեզ տարել են մի տեղ, որտեղից վերադառնալու հնարավորությունը գրեթե 0 էր։ Վարանդա Հադրութ Մարտունի առաջնագից, որից մոտավորապես 6-7 օր անց, երբ որ մենք հասանք առաջնագից, մենք արդեն գրեթե 60 կիլոմետր շարավիղով շրջափակման մեջ էինք։ Եվ այդ մեր կատաղի մարտ էր։ Այդ տարածքը ժողովուրդը կոչեց դժոխքի դարպաս։ Ջոկատում հիմնական տարիքային խումբը 55 եւ բարձր էր։ Տարեց մարդիկ ենք, ասիկտե ամենաերիտասարդը իմ որդին էր, մեկ էլ Աշոտ Երկաթի 2 որդիները։ Ծնողներից մեկի ձեռքերի վրա մահացավ իր որդին։ Հիմա այդ ծնողին դու ասում ես ինչի է ողջ մնացել, այ պոռնիկ։ Մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ այդ դիրքերում ենք եղել եւ ամեն ինչ արվել է, որ մենք որպես ընդդիմադիր առաջնորդի ջոկատ հանգարց կենթանի դուրս չգանք այնտեղից։ Ամեն ինչ արվել է պատասխանատու ձևով հայտարարում եմ։ Մեզ 4 անգամ նահանջի հրաման են տալիս, ոչ թե հրաման է տալ, ուղի են տալիս դեպի Հադրութ, այն դեպքում երբ որ հոկտեմբերի 6-ից Հադրութ արդեն չկար, այսինքն հատուկ ուղարկում էին մեռնելու։ Հատուկ ուղարկում էին մեռնելու։ Եվ եթե պատահական սկզբունքով դրա մասին չիմանար Վիտալի Բալասանյանը եւ մեզ չնախած զգուշացներ, ամենայն հավանականությամբ տենց էր լինելու էր։ Մենք գնացինք ուրիշ ճանապարհով։ Աշոտ Երկաթը խնդրում աղաչում էր, ասում էր տարեց մարդիկ են, իրանց ռոտացիա է պետք անել, դիտավորությամբ չեն արել։ 30 օր, 65, 70, ես 65 տարեկան եմ։ Ես պատրաստված, մարզված մարդս արդեն չէի դիմանում։ Մեջներից ամենապատրաստված ու մարզված մարդս արդեն չէի դիմանում։ Երկկողմանի թոքերի բորբոքումով զենքը ձեռից պատրաստվում է հելը շարունակել կռվելու եւ մենք գիտենք, որ պիտի զոհվենք։ Հիմի բախտներս բերեց, ստացվեց։ Պրոստը Աստծո կամքով, պատահականության սկզբունքով դու մեզ ասում ես խենք ողջ մնացել։ Իսկ ես հարց եմ տալիս այդ բանակից թռածներով այդ պատերազմը վաճառած եւ ծախած պոռնիկներ, դուք խեք միջև հիմա ողջ։ Դուք ողջ լինելու իրավունք ունեք, ես չէ։ Իմ նման հազարավոր տղեկ, որ ուղարկի, չգիտեմ, ծանր վիրավորումներով, վերջավորությունները կորցնելով, փրկվել են եկել են, դու իրանց ասում ես խեք ողջ մնացել, քու տղետ խիա ողջ, արա, քո աշոցիկը խիա ողջ, որի պատճառով 1200 հոգի անմեղ տղա զոհվեցին, լակոտիդ փրկելու համար, խիա տղետ ողջ, ուրոդ, դու տեց իրավունք ունես ինձ հարց տալու, արա, այս հիստերիկությունը գալիս է գիտեք մի բանից, այս անասունությունը սրա, անընդհատ Ռուսաստանից եկող բառացիորեն բացատրությունը, թե ինչա լինելու Հայաստանի հետ, կոնկրետ Ռուսաստանի բարձրաստիճան մարդիկ ասեցին, որ այլևս չեն կարող աչք փակել Հայաստանի թշնամական քայլերի վրա։ Սրա եւս մեկ սուտը ամենօրյա ռեժիմով բացահայտվում է, որ մենք Ռուսաստանի հետ բարեկամ ենք,
Մենք Ռուսաստանը գիտեք Պուտինը ինձ ոնց է հարգում, ամենօրյա ռեժիմով բացահայտվում է։ Եվ էսի չգիտի ոնց սրա դեմ առնի, չի կարա սրա դեմ առնի։ Որովհետև չեն խոսում պրոստը ինչ որ, չգիտեմ, քաղաքական ոչ թե գործիչներ, այլ մեկնաբաններ։ Կամ քաղաքագետներ, հա, ինչ որ Սալավյովի շոուում, ինչ որ արտահայտող խոսում են Զախարովան, Ավերչուկ, Վալոդին, Լավրով։ Իսկ բարձրացիա պաշտոնյաներն են խոսում, չենք կարա պրոստա կենցնես մի բան ասեն, ու դա ստացի ոնց որ իրանք բստրեցին, սուտ ասեցին։ Իսկ այս գերագույն թշնամին ասում է ճշմարտությունը, պարզա չէ որ խայտարակություն է ստեղծում։ Այս անընդհատ բռնաճնշումները, լսի, արա, կյանքիս մեծ մասը պայքարել եմ Ղարաբաղի համար, կռվել եմ Ղարաբաղի համար եւ հպարտանում եմ դրանով։ Ես հայաստանցի լինելով հպարտանում եմ, որ Ղարաբաղը իմ հայրենիքն է, Արցախը, կներեք ժողովուրդ։ Հպարտանում եմ, որ Արցախը իմ հայրենիքն է։ Եվ կա արցախցի նման ժողովուրդ հայերի մեջ։ Արցախցիներ, ես ձեր ցավը տանեմ։ Չընկճվեք, սրանից չվախենաք։ Հանկարծ չմտածեք, որ Հայաստանում դուք ինչ որ կերպ կամ, չգիտեմ, վատաբանված եք կամ դատապարտված եք, բայց չէ, դուք մեր հայրենակիցներն եք։ Լավ իմացեք։ Ձեզ սիրում ենք եւ հարգում ենք։ Մեր սիրելի արցախցիներ։ Ես ուզում եմ նաև իմ խոսք ուղղել բոլոր այն մարդկանց, ովքեր որովհետև այսօր ամենակարևոր այդ մարդիկ են, այն զանգվածն է, որը այս ընտրություններին գնում է առանց կողմնորոշվելու։ Այսինքն սրանք դեմ են իշխանություններին, բայց չգիտեն ում ընտրեն։ Ու իմ շրջապատում այդպես մարդիկ շատ են։ Ես քիչ ճանաչված մարդ եմ հանրային դաշտում, ասենք թե իմ հետևորդները կամ իմ ճանաչողներն էլ նույնպես շատ չեն, այսպես ճանաչելի մարդ չեմ։ Բայց կա ինչ-որ մի փոքր խումբ մարդիկ, որոնք ինձ հարգում են, սիրում են, հավատում են։ Ես ձեզ խնդրում եմ բոլոր դեպքերում անպայման գնում եք ընտրությունների։ Եվ ձայն եք տալիս ընդդիմադիր ցանկացած ուժի համար։ Ես կարամ բարձրաձայնեմ ինչ-որ ուժերի անուններ, բայց դա չընդունեք որպես քարոզ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ես համարում եմ, որ ասենք թե օրինակի համար եմ, հա, ասում, Բարգավաճ Հայաստան, Հայաստան Դաշինք, Ուժեղ Հայաստան։ Եթե սրանք ձեզ համար այն ուժերն են, որոնք դուք համարում եք, որ իրանք նախկիններն են, եւ շատ ծանր եք տանում էտի, չեք ուզում ես ինչ որ բաներով։ Հա, ուրեմն կա եւս մի կուսակցություն։ Քոչարի, որը ես վստահ գիտեմ, այդ մարդուն անձամբ ճանաչում եմ, եւ եթե չեք ուզում այդ երեք դաշինքներին ձայն տալ, գոնե դրան տվեք։ Համենայն դեպս հաստատ կիմանաք, որ ոչ մի ձայն ընդդեմ ընդդիմությանը ձեր կողմից չի գնացել։ Դա շատ կարեւոր է։ Ես ուզում եմ մի բան էլ ասեմ, էլի։ Ասենք թե լավ, մի բան ընդունենք, սաղը ճիշտ եք։ Սաղ նախկինները ստոր, սրիկա, հանցագործ, ես չգիտեմ ինչեր են։ Սրանից ավելի շատ։ Լավ, սրանից ավելի շատ, այս իշխանություններից ավելի շատ, ինչ է ասվածը, որ մենակ նախկինները չլինեն։ Այսինքն ուզում է թուրքը գա, մորթի, ձեր թորներին, երեխեքին, ձեր ննջարաններում տղամարդիկ, ձեր աչքի առաջ ձեր կանանց դոմփեն, աղջիկ երեխաներին էլ հետը, մենակ թե նախնիները չլինեն, այս ասույթի հիմարությունը գիտակցում եք թե չէ, ախր սա գիտակցել է պետք։ Չկա հիմի նախկիններ։ Հիմա կա մի իշխանություն, ես համաձայն չեմ Թևանյանի հետ, երբ որ ասում է, որ սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը, ոչ, սա կոնկրետ թուրք-ադրբեջանական իշխանություն է, ոչ մի բաներ չի սպասարկում, կոնկրետ հետամուտ լինելով իրականացնում է կոնկրետ գործողություններ։ Հələ մի հատ Google Map-ը բացեք, այնտեղ կգտնեք Տիգրան Աշենը։
Տիգրանաշենը արդեն տվել է։ Այսինքն Զանգեզուրի հետ կապը արդեն Հայաստանի փաստացի չի լինելու։ Չունենք մենք ուղիղ ճանապարհակապ Զանգեզուրի հետ։ Չկա Տիգրանաշենը։ Իսկ նաև Google Map-ի որոշ ուրեմն աղբյուրները ընդհանրապես ամբողջ Զանգեզուր, ամբողջ Սյունիքը ներկայացնում են որպես Ադրբեջանի տարածք։ Ոնց եք կարծում սա պատահականություն, հա? Դուք կարծում եք էսի մենակ Ադրբեջանի փողերով Google-ին ուրեմն պարտադրված օրակարգ, հա? Իհարկե ոչ։ Չի կարա տենց բան լինի միակողմանի ուրեմն դրդումներից ելնելով։ Չի կարա տենց բան լինի։ Եվ երբ որ ես անասունը ասում ա, որ քանի ես իշխանության եմ 300,000 ադրբեջանցի չի գա, խոսքը գնում է մի քանի օրվա մասին ժողովուրդ։ Հա, էդի լավ, էդի իմի ձեռը առել, տենց ես ավելի լուրջ բանի վրա եմ ուշադրություն գրավում։ Այսօր ամսի 23-ն է։ Մինչև հունիսի 7-ը մնացել է 11-12 օր։ Այս 12 օրվա իշխանության մասին է խոսքը, ինքը ասում է, քանի այս 12 օրում ինքը իշխանության է 300,000 ադրբեջանցի չի գա, ճիշտ է ասում։ Ինքը չի ստում, ինքը ճիշտ է ասում։ Բայց խոսքը գնում է այս 13-14 օրվա մասին։ Ոչ թե հետո ինքը կընտրվի եւս 6 տարվա ընթացքում։ Չի լինելու այդպես բան։ Լավ, դուք Աբաջանի սուտ պապիկին հիշեցիք, մարցեցիք, կերակ կուլ տվեցիք։ Դրանից հետո ինքը ասեց սաղ արագաչափ, մարագաչափ, բար հերթով թվարկեմ էդի 8 ժամ տևելու է։ Այս ընթացքում քանի բան է ինքը ասել եւ այդ ասածը չի եղել բացարձակ ստաբանություն։ Ասում է, չէ, որ դա փաստ է, Արցախի երբեք չի կարող լինի Ադրբեջանի կազմում։ Էդի ինքը չէր ասում։ Դրա ապացույցները կան, չէ։ Համացանցում համատարած դրա մասին տարածվում է, չէ, ինքն էլ չի ժխտում։ Կա չէ այդ փաստը։ Բանակցությունը սկսում էր 0 կետից, ինքը ձախողեց ուրեմն Մինսկի խումբը ամբողջությամբ։ Ինքը փաստացի այսօր որպես իր լավագույն գործընկեր ճանաչում է Արցախի հանձնելու գլխավոր դերակատար Ֆրանսիային, բայց մեղադրում է Ռուսաստանին։ Այս մարդու ամեն մի ասած բառի երկրորդ տարը լավագույն դեպքում սուտ է, այդ որում անմիջապես բացահայտվող եւ միևնույնն է սրանց ծափտվողներ կան, ես լավ է դեռ ծափտվողների վրա չեմ զարմանում։ Դրանք այն միշտ ծափտվողներն են, որ ծափ են տալու հիմա եւ ծափ են տալու հետո, էդի ամփոփող մի հատ զանգված է, որ իր հենասյունն է։ Ժողովուրդ ջան, դուք այդ իր հենասյունը ձևավորված ընտրություններին չգնալով դարձնում եք ավելի արժեքավոր, այսինքն ավելի մեծ հնարավորություն եք տալիս, որ այդ փոքր զանգվածով ինքը քիչ ընտրություններին մասնակցած մարդկանց պատճառով ունենա ավելի բարձր տեսակարար կշիռ։ Վտանգը սրա մեջ է։ Էսի հստակ 400-ից 500,000 ընտրող ունի, այսինքն մատով, որոնք կանեն, սրանք ամբողջությամբ աղանդավորներ, այլասերված գոմիկներ, տարբեր բնույթի արդեն լիքը հանցագործությունների մեջ թաղված եւ հասկանում են իշխանապողության հետո դատվելու են եւ կյանքի կռիվ են մղվելու հանգարց իշխանապողություն չլինի, որտեղ հետևանքը գիտեն։ Այս մարդիկ են։ Հիմա եթե այս ընտրություններին ինչքան քիչ մասնակցեց, այսքան էս 400-ից 500,000 հոգին կշիռ են սկսում ունենալ, հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Սա է պետք նվազացնել, որ տոկոսային հարաբերության մեջ սա չկարողանա ձևավորի բացարձակ տոկոսային առավելություն, ոնց որ դա եղավ 21 թվականին։
21 թվականն էլ բացարձակ ուրեմն չլսված չափի կեղծիքներով է ընտրվել։ Էդ էլ եմ ասում։ Եվ սահմանադրական դատարանում չգիտես ինչի, լիքը փաստեր ունենալով դրա մասին։ Անդիմությունը միջև վերջ չգնաց այդ ժամանակ։ Իսկ այդ փաստերը կան։ Ես ուղղակի խնդրում եմ ժողովուրդ ջան, պարտադիր պետք է գնալ ընտրությունների։ Դա շատ կարևոր է։ Մի վախեցեք։ Այս բռնաճնշումները գնալով հասկանալու են։ Օրից օր լինելու են ավելի մեծ ծավալի, ամենաբռնի ձևով, այդ այնց շղթաներով, պոլերին ու ասֆալտներին քաշ տալով, ծեծելով տանելու են ձեզ վախացնելու համար։ Մի վախեցեք, որովհետև հետո ավելի վատ է լինելու ձեր համար, ձեր երեխաների համար, ձեր ընտանիքների անդամների համար։ Զգուշ եղեք, որովհետև հիմա դուք դառնում եք իրականում ընտրություններին չմասնակցելով, գրագետ չկողմնորոշվելով, ձեր կամքին հակառակ երկրի եւ պետականության դավաճան։ Այսա են ձեզ դարձնում հիմա։ Զգուշ եղեք։ Հետո ձեր սերունդներին ասելու բան եք ունենալու։ Ընդ որում ոչ թե Հայաստանում, այլ արդեն փախած այս երկրից, օտար երկրա, ուրեմն տարբեր ամայի, ուրեմն տարածքներում։ Աչքերներիդ վրա հենց արդյունքով, ինչ երկիր ունեինք, ինչ Հայաստան ունեինք, ու ոնց կորցրեցինք, բայց այդ կորցնելու մեղավորներից մեկը կարող է դու լինես։ Հենց դու քաղաքացի, քո քաղաքացիական պարտքը չկատարելու պատճառով։ Եվ մեկ էլ ես ուզում եմ եւս կներեք թեմայից դուրս, ուշադրություն գրավել մի անձի վերաբերյալ, որը այս մի քանի օրվա ընթացքում թույլ է տվել առնվազն 10 առանձնահատուկ ծանր քրեական ուրեմն հոդվածներով հանցագործություններ։ Խոսքը գնում է Նանե Իսրայելյանի մասին, որը ինչ որ գրզոյի խոսակն է, քուրնել ինչքան գիտեմ գլխավոր դատախազությունը ինչ որ վարչության պետ է, ուրեմն գրզոյի ուրեմն անհասկանալի ինչ որ երևույթներն են։ Ուրեմն սրանց գրեհիկ պահվածքը եւ պահվածքի ուրեմն դրսեւորումը ոչ թե լրատվական ներկայացուցիչի պահվածքա, այլ կոնկրետ սադրանքներ սարքելու, մարդկանց ամենաեն վերջի ձևով վիրավորելու, ատելության խոսք տարածելու, ուրեմն մեղադրումը ուրեմն ընդդիմադիր ղեկավարներից մեկին մարդասպան լինելու մեջ, աղջիկ ջան, այդ մարդասպան լինելու հանգամանքը ապացուցվել է որևէ միտեղ։ Մի հատ կարակ մի հատ քրեական գործով դատական նիստ բարձրաձայնեք, որտեղ որ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել մարդ սպանելու մեջ։ Մարտի 1-ի դեպքով որքան գիտեմ, գործը կարճվել է եւ մեղադրող որպես մեղադրյալ կողմ Քոչարյանը չի ճանաչվել։ Դու նման հայտարարություններ որ անում եք, ուրեմն ընդդիմադիր դաշտ, ուրեմն ընդդիմադիր դաշտում աշխատող ուրեմն իրավաբաններ, այսինքն այդտեղ չկա զրպարտության եւ սուտ մատնության հանցագործություն։ Երբ որ գյուրզա է ասում, երբ որ մարդուն կոնկրետ անձնական վիրավորանքներ ասում, սա խուլիգանության հոդվածով հանցագործություն չի արդյոք։ Ինչի է այդ մարդը անազատության մեջ, իսկ Անդրանիկ Թևանյանին ձեռնաշղթաձևով տանում եք կալանավորելու։ Այդ որում 23 թվականից ինքը պատգամավոր չի, բայց գործը հարուցել է 24 թվականի տվյալների հիման վրա, երբ որ ինքը չի մասնակցել։ Նորից եմ կրկնում, ակնհայտ սուտ, ակնհայտ զրպարտություն։ Այդ հապճեպության մեջ այդ սխալը չեն հասցրել ուղեն, էլի, այսինքն տեղերով փոխվեն։
Պրոստը չեն հասցրել, թե չքսարքեին, շատ շտապ էր էդի պետք անել, արեցին։ Ես ընդդիմադիր դաշտի ուրեմն իրավաբաններից ուղղակի պահանջում եմ, չեմ խնդրում, պահանջում եմ անհապաղ ներկայացնել հանցագործության մասին տեղեկություններ, քննչական կոմիտե եւ գլխավոր դատախազություն Նանե Իսրայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ, որտեղ նույնատիպ հանցագործություններ են կատարում Մեսուրյան քարոզչության ժամանակ, որը անընդունելի է։ Եվ մեկ էլ շատ ուզում եմ ուշադրություն դարձնեք մի բանի վրա։ Ընդդիմադիր ամբողջ զանգվածը քարոզչության ժամանակ խոսում է ծրագրերի մասին։ ՔՊ-ն խոսում է կեղծ խաղաղության մասին եւ ընդդիմադիրներին խայտարակելու փորձ վարկաբեկելու, ահաբեկելու բարի բուր իմաստով ուղղակի սպառնալիքներ ուրեմն տարածելով։ Դուք կողմնորոշվեք, ում եք ընտրում։ Ծրագրեր ներկայացնողներին, թե միայն մարդկանց սպառնալիքներով ու վախեցնելով լրացնելու ուրեմն փորձ կատարելով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։